Բժիշկ ասեք ինչ է կատարվում։ Մեզ ասեցին, որ անալիզների պատասխանները պատրաստ են։ Չգիտեմ ինչից սկսեմ։ Ասելիքս լավ բանի մասին չէ։ Ցավոք այն ինչ կասկածում էինք, անալիզների առաջին պատասխանից հետո հաստատվեց։ Ճիշտ ասած, չհասկացա։ Ինչը հաստատվեց, ինչ է կատարվում քրոջս հետ։ Ալինայի մոտ արյան լուրջ խնդիր կա։ Շատ լուրջ խնդիր։ Բժիշկ ջան, ոչ մի բան չհասկացա, որ խնդրեմ ավելի հեշտ չեք բացատրի, որ հասկանանք ինչ է կատարվում։ Ալինայի մոտ հայտնաբերվել է ծանր անեմիա։ Եթե փորձեմ ավելի մատչելի ու հասկանալի բացատրեմ, նորմալ պայմաններում արյունը թթվածին է մատակարարում բոլոր օրգաններին։ Այս պահին Ալինայի արյան մեջ եղած թթվածին պարունակող նյութը շատ քիչ է ու այն արագ սպառվում է, առաջացնելով թթվածնի պակաս հիվանդի մոտ։ Հիվանդությունը նոր չէ, մենք շարունակելու ենք հետազոտել, նախ հասկանալու համար պատճառը, հետո նաև հասկանալու հետևանքները։ Սիրտը, երիկամները, այս խնդիրն անմիջապես ազդում է օրգանների վրա։ Ես չեմ ուզում ձեզ վախեցնել, բայց ուզում եմ, որ դուք իմանաք, որ երկար բուժում է պահանջում։ Բժիշկ, ինձ պետք է, որ դուք հիմա ասեք, որ ամեն ինչ լավ է լինելու, որ հնարավոր է բուժել քրոջս։ Ինչ պետք է ես կանեմ։ Նախ սկզբում պետք է կազմակերպենք դեղորայքային բուժում։ Եթե փոփոխություն չլինի, կարող է արյան փոխներարկման անհրաժեշտություն լինի։ Դուք հիմա ուղղակի մեզ մեղմ եք, չէ՞ ասում։ Լուրջ է, չէ՞ խնդիրը։ Ես չեմ ուզում ձեզ խաբել։ Վատ է։ Բայց ամեն ինչ անելու ենք, որ հիվանդությունը բուժենք։ Էլի եմ ասում, նախ պետք է հասկանանք, թե ինչ հետևանքներ է հասցրել թողնել։ Սիրտս կանգնում է նորը, ոչ մի բան չեմ հասկանում ես։ Մի քանի հետազոտություններ կան, որոնցից հետո ես նոր կարող եմ նշանակումներ անել։ Վաղվա համար ժամ կնշանակեմ, անպայման կգաք, լավ։ Ոչ մի րոպե չպետք է կորցնենք։ Գնալով վիճակը ավելի վատանալու է, ավելի շատ օրգաններ են վնասվելու։ Չպետք է թույլ տանք, որ հիվանդությունն էլ ավելի խորանա։ Հա, բժիշկ ջան, ինչ պետք է արեք։ Ես մենակ վստահ լինեմ, որ հնարավոր է քրոջս օգնել, որ հնարավոր է ինչ-որ բան անել։ Ես ամեն ինչի պատրաստ եմ, մենակ դուք բուժեք քրոջս, լավ։ Ուղղակի ժամանակը հիմա մեր դեմ է աշխատում։ Պետք է սկսենք։ Ես մի քանի վիտամիններ կգրեմ, թող այսօրվանից սկսի խմել։ Մնացածը հետազոտություններից հետո կանցնենք արդեն բուժման բուն գործընթացին։ Կբուժվի, չէ՞։ Մենք ամեն ինչ կանենք դրա համար։ Հա, բժիշկ ջան, ինչ պետք է կարվի, մենակ բուժեք քրոջս։ Մենք ձեր զանգին կսպասենք։ Շատ լավ։ Ինչ ասես բժիշկը։ Ասես, որ ամեն ինչ նորմալ է, Ռոբ։ Բա ինչի է այլի զլացում։ Վախեցել էի։ Բայց չասես ինչով է պայմանավորված իր վատանալը։ Բժիշկը ասես, որ ամեն ինչ նորմալ է, ուղղակի պետք է բուժվի։ Այդքան բան։ Հաստատ։ Ինչ որ տարօրինակ եք ձեզ պահում էլիս։ Ինչ որ բան ա եղել։ Եթե մի բան լիներ, նորոն քեզ կասեր հաստատ։ Բա ինչի եք այսքան լարված։ Էլիս, խնդրում եմ ինձ ճիշտ ասա։ Բժիշկը ինչ ասել։ Ալինայի կյանքին վտանգ ա սպառնում։ Չէ, Ռոբ, չէ։ Բա ինչի ա նորոն այսքան լարված։ Լիսի,
Ալինան Նորոյի թույլ կողմն է։ Գիտես, չէ՞։ Դրա համար էլ այսքան լարված ենք։ Կանցնի ոչինչ։ Դու մեզ տուն ես գալու։ Հա, ուզում եմ Ալինային տեսնեմ։ Լավ։ Դե արի գնանք, չեմ ուզում, որ Նորոն շատ սպասի մեզ, հա։ Դու կգնաս տուն, մենք կմտնենք դեղատուն կգանք։ Ռոբ։ Ալինային չասես, որ լացել եմ։ Ու չասես, որ Նորոն լարված էր, լավ։ Չեմ ասի։ Բայց մեկը չհամոզեցիք։ Դուք հաստատ ինձնից ճշմարտությունը թաքցնում եք էլիս։ Արի։ Դու ինչի ես վստահ, որ Նորոն էլ չի գալու։ Այդ անգամ ես չգիտեմ մեր հետ ինչ կլինի։ Դու որտեղից գիտես։ Ես նորից կխոսամ Նորոյի հետ։ Ինքը ինձ կբացատրի ու ես պատճառը կհասկանամ։ Կարող է ես եմ ինձ սխալ պահել կամ ինչ-որ ավել բան եմ թույլ տվել։ Չէ, Մագդա։ Դու ամեն ինչ շատ ճիշտ ես արել։ Այն ինչ ձեր մեջ կատարվել է, քո հետ կապ չունի։ Դու ընդհանրապես կապ չունես։ Մագդա, բայց Նորոյին պիտի մոռանաս։ Դուք էլ չեք հաշտվելու։ Դուք էլ չեք կարա միասին լինեք։ Էդո դու ինչ-որ բան գիտես։ Դու ճանաչում ես Նորոյին։ Կարող է Արշակն է քեզ ասել, որ խոսես Նորոյի հետ, դրա համար սենց վստահ ես, որ Նորոն էլ չի գալու։ Իմ պատմածներին դու ոչ մի արձագանք չտվեցիր, ոչ մի ասածիցից չզարմացար։ Դու որտեղից ես ճանաչում Նորոյին։ Ստացվում է, որ դու ամեն ինչ գիտես։ Դրա համար էլ ինձ ասում ես, որ մենք էլ չենք հաշտվելու, որ Նորոն էլ չի գալու։ Կարաս ինձ բացատրես ինչա կատարվում։ Ինձ թվում է, որ դու ինձնից լավ գիտես մեր բաժանման պատճառը որն է։ Ես ճիշտ եմ, չէ՞։ Արշակն է քեզ ասել, որ խոսաս Նորոյի հետ։ Ճիշտ եմ, չէ՞ ես։ Ինչի Ռոբին ճիշտը չասեցինք։ Որովհետև չեմ ուզում, որ Ռոբը իմանա։ Չեմ ուզում, որ Ալինան ինչ-որ բան կասկածի։ Հա, բայց երկար չենք կարա թաքցնենք։ Բուժում աստանալու։ Գիտեմ, ասում հիմա չեմ ուզում, որ իմանա, այդքան բան։ Հիմա էլ կասես, հա, որ սխալ էր այդ մարդկանց տուն գնալը։ Պիտի վատություն չանեի։ Էլիս ջան, ինչի համար այդ մարդկանց հիմա հիշեցիր։ Որովհետև իրանց պատճառով Ալինան ես վիճակում։ Իրանք են մեղավոր, հասկանում ես, Նորո։ Ալինան այդ տարիքում իրավունք չուներ այդքան ստրես տաներ։ Իր համար շատ դժվար էր։ Ինքը զգում էր, որ իր կյանքից կարևոր մարդ է գնում։ Հա, մենք խոսում ենք, գոռում ենք, բայց ինքը չէր կարող արտահայտվել։ Բայց զգում էր, Նորո, հասկանում ես։ Զգում էր, որ մի բան իր մեջ կիսատ է մնալու։ Նորո այդ մարդը մեր կյանքից մենակ մեր մամային չի տարել։ Ինքը ամեն ինչ է տարել։ Էլիս կլինի սուս մնաս։ Դու չես տեսնում իմ վիճակը, հա։ Ես ատում եմ այդ մարդուն։ Ինքն է մեղավոր։ Եթե գոնե մամայի սպանած չլիներ, եթե գոնե մամաս ողջ լիներ, Նորո։ Էլիս կլինի սուս մնաս։ Դու չես ուզում ընդունես, որ իրանք են մեղավոր ուղակի։ Հիմա կասես, Արշակը ինչ մեղավոր է, հա։ Արշակը ոչ վրեց այդ հիվանդությունը կպցրեց Ալինային, բայց չէ ինքն է մեղավոր։ Նորո Ալինան շատ փոքր էր։ Ինքը շատ էր զգում մամայի կարիքը։ Ու երբ որ մենք գոռում էինք, մենք խոսում էինք, մեր մեջից հանում էինք այդ էմոցիաները, ինքը չէր խոսում, բայց ինքը վատ էր։ Հասկանում ես։ Իրանք են մեղավոր։ Իրանք են մեղավոր, Նորո։ Ալինան
Ալինան չպիտի այդ վիճակում լիներ փոքր ժամանակ։ Դու չես հասկանում, որ տարիներ շարունակ մարդու մեջ այդ ամեն ինչը կուտակվում է ու մի օր շատ սուր ձևի արտահայտվում է։ Չես հասկանում։ Այն ժամանակ Ալինան փոքր էր ու մեր նման չէր գիտակցում, չէր հասկանում, բայց հիմա մեծացել է։ Մեծացել է ու գիտակցում է ամեն ինչ։ Գիտակցում է այն, ինչ որ դու չես գիտակցում։ Ինչ ա քո ուզածը, աղջիկ ջան։ Դու լրիվ ցնդել ես։ Ինչ ես ուզում որ անեմ։ Ուզում ես գնամ այդ մարդկանց տունը վառը միացել, հետա քո ուզածը։ Ես ուզում եմ իրենք պատասխան տան նորո։ Ընդհանրապես այդ եմ ուզում։ Չէ դու լրիվ կորցրել ես քո հասկացողությունը, չես հասկանում հիմա ինչ վիճակ ա։ Մոռանում ես Ալինայի մասին։ Չլսեցի բժիշկը ինչ ասեց։ Չես հասկանում հարցի լրջությունը, որ մենք նույնիսկ մի րոպե անգամ պետքա չկորցնենք, որովհետև վիճակը գնալով վատանում է, ամեն ինչ վատանում է։ Իսկ դու հիմա վրեժի մասին ես մտածում, հա Էլիս։ Ես մտածում եմ ինչ անեմ, եթե պետինի պետք է 5-6 տեղ աշխատեմ, որ կարողանամ այս հարցերը ճիշտ կազմակերպեմ։ Իսկ դու վրեժի մասին ես մտածում, Էլիս։ Ես քեզ խնդրում եմ, ավելի ճիշտ պահանջում եմ, այս թեման իմ մոտ էլ չբացես։ Մագդա կլինի ուղակի հարցեր չտաս ու անըսնես ոնց ասում եմ քեզ։ Ուղակի մտածի, որ դու նորոն չեք հանդիպել։ Կյանքիդ այդ վերջին փուլը ջնջի ու անցի առաջ, կլինի տենց։ Չէ լուրջ, դու հիմա լուրջ ես խոսում։ Մագդա, ես ընդամենը ուզում եմ, որ դու չտանջվես, հասկանում ես։ Դու հիմա որ նստես օրերով լացես, դրանից ոչ մի բան չի փոխվելու։ Նորոն հետ չի գալու, էլ ոնց ասեմ, որ հասկանաս։ Որ գնաս անընդհատ ինչ-որ բացատրություններ պահանջես, դրանից էլ Մագդա ոչ մի բան չի փոխվելու, դուք չեք հաշտվելու։ Դու ոչ մի կերպ իմ հարցին չես պատասխանում։ Դու որտեղից ես նորոյին ճանաչում։ Հա, ճիշտ ես Մագդա, մենք իրար ճանաչում ենք։ Ու նորոն ինձ շատ հարազատ մարդ է։ Բայց սրանից ավել Մագդա, ես քեզ ոչ մի բան չեմ ասելու։ Դու մինչև իմ հարցերին չպատասխանես, չես գնալու։ Էդո որտեղից ես ճանաչում նորոյին։ Նորոն ընկերս է։ Փաստորեն տեղյակ ես եղել, որ մենք հանդիպում ենք։ Չէ, նոր եմ իմացել։ Մենք հենց նոր էլ սկսել ենք հանդիպել։ Ուրեմն դու սկզբից էլ իմացել ես։ Մագդա, չէ, սկզբից չեմ իմացել, նոր եմ իմացել։ Հետո։ Ուրեմն քեզ ասել է պատճառը։ Ուրեմն դու իմացել ես ինչի իմ հետ սենց վարվեց, դրա համար սենց վստահ ասում ես, որ մենք էլ չենք հաշտվելու։ Դու ինձ չես կարա սենց հարցերի մեջ թողես։ Գոնե դու իմ հետ սենց մի վարվի։ Կներես պատասխանը։ Ալո։ Էդո, ուր ես արի մեր տուն։ Բան է եղել նորը։ Հա, հիվանդանոցից են գալիս։ Ալինայի անալիզների պատասխաններն են եկել։ Հեչ լավ չի վիճակը Էդո։ Ես հիմա տեղս չեմ գտնում։ Արի կողքս եղի, ախպերս արի գոնե հետդ խոսամ չգժվում, էլ չեմ դիմանում։ Լավ, նոր հենց հիմա գալիս եմ, լսում ես, հենց հիմա։ Մագդա, կներես պիտի գնամ։ Բայց դու կենտրոնացի ասածներիս վրա, մնացածը կարևոր չի։ Կարևոր չի ես նորոյին որտեղից եմ ճանաչում, կարևոր չի մենք ինչ հարաբերությունների մեջ ենք։ Կարևորը այն է, որ դու հասկանաս ու այդ տղուն մոռանաս։ Էդո ինչ ա եղել նորոյին։ Կուրիկը վատ է։ Պիտի գնամ ընկերոջս կողքին լինեմ։ Մագդա, այս ընթացքում բաներ են բարձվել, որոնք ես քեզ չեմ կարա ասեմ, հասկանում ես, ուղղակի չեմ կարա։ Այդ իմ թեման չի։ Միակ բանը, որ քո կողմից ճիշտ կլինի, այդ նորոյին մոռանալն է։ Ռոբին չեկել ես չես խոսում։ Գոնե մի բան ասա։ Դե ինչ ասեմ։ Չգիտեմ։ Դու էլ Էլիզն էլ ասացիք, որ անալիզներից պատասխանը շատ լավ է եկել։
Ասացիք, որ զուտ թեթև բուժում է պետք։ Բայց նենց դեմքով եք ոնց որ լրիվ հակառակը ասած լինեն։ Ցնդեցիր Ալինա։ Բա ինչ ասեմ։ Ինչի ես հենց հիմա թթված դեմքով նստած կասես։ Թթված չեմ, ուղղակի ոչ դասի հավես ունեմ, ոչ էլ ընդհանրապես տրամադրություն։ Տրամադրությանդ ինչ եղավ։ Կարող է դպրոցում ես թողել։ Գնանք բերենք։ Հայ, ինչ խնդալու էր Ալինա ջան։ Ռոբ դու դպրոցում շատ լավ էր ու լավ էլ տրամադրություն ունեիր։ Իսկ հիմա չէ։ Ոչինչ սրանից հետո որ դու էլ տրամադրություն չունենաս, ես էլ կսկսեմ քո պես տափակ հումորներ անելը։ Լավ։ Ինչ կուզես քո համար անեմ։ Երգեմ, պարեմ, նվագեմ։ Մենակ ասա ինչ անեմ, որ տրամադրությունդ բարձրանա, գոնե մի քիչ շփտաս։ Դու լավ ես։ Հա, ինչի։ Հենց այդ այն լավ լինելու պատճառը։ Եթե դու լավ լինես, ես համ լավ կլինեմ, համ էլ տրամադրություն կունենամ։ Դու գիտես, չէ, որ ինձ խաբելը շատ դժվար է։ Իսկ դու գիտես, որ ես խաբել չգիտեմ։ Կարգին սովածացել ես։ Հա, շատ։ Բայց դու ճիշտ ես, պետք է առավոտը նախաճաշել։ Այդ շատ լավ է, որ հասկանում ես։ Բայց սենց դրսում ուտելն էլ ավես, չէ՞։ Շատ։ Գիտես ինչ, ես էլ փոքր ժամանակ սիրում դրսում ուտել։ Այն ժամանակ մենք հացի հրթ էինք կայնում։ Երկար հացի հրթեր էին։ Սպասում էինք մինչև հացի մեքենան գար։ Լուրջ։ Հա, լուրջ։ Ու մեր տանից ես էի միշտ հացի գնում։ Այն ժամանակ կտրոններ էին տալիս ու այդ կտրոներով գնում էինք հաց էինք առնում։ Հիշում եմ, երբ որ մեքենան գալիս էր, դռները բացվում էր, հատկապես ձմռան այդ տաք հացի գոլորշին դուրս էր գալիս։ Գիտես ինչ անուշ հոտ էր։ Պապ, ոնց որ կինո պատմես։ Չէ, բալես կինո չէր, իրականություն էր։ Ու երբ որ ես հացը վերցնում էի, մինչև տուն էի հասնում, հացի կեսը ուտում էի։ Դրա համար ես հիմա քեզ հասկանում եմ։ Հա, բալես, դրսում ուտելը ցավ է սա էլի շատ լավ է։ Պապ, մի հարց կարամ տամ։ Էլիզի մասին ես հարցնում։ Չէ, այս անգամ Մագդայի։ Տխուր է, հետս չի խոսում։ Հա, բալես։ Մի քիչ տխուր է, բայց արի հարց ու փորձ չանենք, հա, հանկարծ չնեղվի։ Դե ես մոտավորապես հասկանում եմ ինչի է տխուր։ Այ, արև, դու ես ինչ շուտ մեծացար։ Նոր։ Ախպերս ինչ է եղել։ Ալինան այդ։ Եթե ճուտից գախես մի մաս պակասի ես, չգիտեմ իմ հետ ինչ ա լինելու։ Նորո։ Մի հատ հանգստացի, ասա տենամ ինչ է ասում բժիշկը։ Ալինիս մոտ խորասված անեմիա է։ Անունը ասես, բայց չեմ հիշում։ Մայրան կարմիր բջիջները արագ քայքայվում են։ Օրգանիզմը չի հասցնում նորը արտադրի։ Կարճ ասած, ասված գիտի այս ընթացքում, որ օրգաններն են վնասվել։ Ու հիմա պետք է երկարատև
հետազոտություններ անցնի, որ հասկանանք ինչա դառնալու։ Չգիտեմ։ Ես ամեն ինչ տեսել եմ, ամեն ինչի դիմացել եմ, բայց եթե ճոտիս ինչ-որ բան պատահի, ես չգիտեմ իմ հետ ինչա լինելու, ինչ եմ անելու այդ։ Ոնց նորը։ Ոնց ախպերես ինչ ես ասում։ Ոնց տենց։ Հիմա երկար բուժումն է պետք է անցնի, որ հասկանանք ինչա լինելու։ Այդ ես սրան չեմ դիմանայր։ Չգիտեմ ինչա լինելու։ Լսի նոր։ Մի հատ հանդարտվի ծավդ տանեմ։ Բժիշկը ինչ է ասում, վիրահատություն ա պետք։ Չէ, ասում է հիմա, որ դրա կարիքը չկա, որ հիմա պետք է տեղերով բուժվի, բայց եթե հարցունք չտա, ես չեմ ուզում տես բան մտածեմ, չեմ ուզում մտածեմ, որ կարա տես բան լինի։ Լավ ինչ եղավ այդ մի մատերեխուն։ Հիմա հասկանում ես, եթե հասկանում ես հիմա այդ ինչա կատարվում, հասկանում ես։ Ես չգիտեմ, հոբեր, ես չգիտեմ, եթե ես ամեն ինչը բարդանա ինչա լինելու։ Դու հասկանում ես հիմա իմ հետ ինչա կատարվում այդ։ Հասկանում ես, եթե ճուտի մի բան լինի, ես ինձ կկորստեմ, բայց չգիտեմ իմ հետ ինչա լինելու։ Ես պետք է աշխատանք գտնեմ այդ, ես պետք է ամեն ինչ անեմ, որ այս հարցերը կարողանամ լուծեմ։ Դու էլի այդ հարցում ինձ պետք է օգնես այդ։ Կապ չունի մի տեղ, երկու տեղ, 3 տեղ, որտեղ հաստիկ լինի ինձ ասա։ Ես պետք է այս ամեն ինչի տակից պետք է կարողանամ դուրս գամ այդ։ Հա, նոր կանենք, ախպերս ամեն ինչ կանենք, ծավդ տանեմ։ Ամեն ինչ կանենք։ Ալինան գիտի, ասել ես։ Չէ։ Ինչ ասեմ, ախպերս։ Ոնց ասեմ։ Ես չգիտեմ ինչա լինելու, դրա համար ոչ մի բան չեմ ասում, բայց ես հիմա ամեն ինչի բոլորի վրա թեքած ունեմ։ Կարևորը որ կարանամ Ալինիս հարցերը ճիշտ կազմակերպեմ։ Ամեն ինչ ճիշտ անեմ։ Ես կցնդեմ, ապեր, ես չգիտեմ ինչա լինելու։ Ռոբ կարող է ինչ-որ բան ա կատարվում ու ես տեղյակ չեմ։ Գժվել ես, Ալինա։ Չգիտեմ։ Ուղղակի ուզում եմ շուտ դասի գաս։ Առանց քեզ անհետաքրքիր է դպրոցում։ Դու լավ գիտես, որ դասարանում բոլորը ին վրա ազդում են։ Հա, բայց այսօր եկել էի, չէ։ Դել չբացակայես։ Թե չէ ինչ։ Լավ, արի սենց պայմանավորվենք։ Որ օրը դու դասի չես գնում, ես էլ չեմ գնում։ Գիժ է այստեղ են։ Ռոբ, ես եմ կարող է հիվանդանում եմ կամ քաղաքից դուրս եմ գնում։ Կամ չգիտեմ ինչ-որ բան։ Ես ասեցի արդեն, Ալինա։ Համել հերիք է հիվանդանալուց խոսաս։ Չես տենում ինչ ասում ես իրականանում է։ Չես կարող մի քիչ լավ բան ասես։ Այ էս իմ ճանաչած Ռոբն է։ Լավ, գնամ ջուր խմեմ գամ։ Ես կբերեմ։ Չէ, լավ է, ես կգնամ։ Համել Թամար տատին պետքա բան ասեմ, մաման ա փոխանցել։ Դու էլ դասերը տարա, որ հեսա գալիս եմ ստուգեմ։ Եղավ Ռոբ տղա։ Ինչ ասես բժիշկը։ Ասես, որ ամեն ինչ նորմալ է, Ռոբ։ Բա ինչի է էլի զլացում։ Վախեցել էի։ Բայց չասեց ինչով է պայմանավորված իրա վատանալը։ Բժիշկը ասես, որ ամեն ինչ նորմալ է, ուղղակի պետքա բուժվի։ Այդքան բան։ Հաստատ։ Ռոբ։ Խանութ են կողմնը։
Հա, գնում էի, ուղղակի զանգ էր եկել։ Մագդա։ Մագդա։ Պապ, ես գնամ տեսնեմ Մագդան ուր է։ Պապ, Մագդան վերևը չէր։ Վարձացի քո սենյակ գալիս։ Ուրս Մագդա, ես քեզ ասել եմ դուրս չգաս տանից։ Նորո։ Ինձ լսի ախպերս։ Ամեն ինչ լավ կլինի, լսում ես ինձ, ամեն ինչ լավ է լինելու։ Կարևորը որ այդ հիվանդությունը անբուժելի չի։ Մնացածին կդիմանանք։ Այդ ինչի Ալինան։ Ասենք ինչի ես չէ։ Աստված ջան, ինչի ես չէ, ինչի մեջ չեղավ ասենք։ Նորո, վերջ։ Մի ասա տես բաներ։ Ալինան որ քեզ այս վիճակում տենա, ամեն ինչ կհասկանա, ավելի վատ կլինի։ Դու հասկանում ես ես ինչի տուն չեմ գարում գնամ։ Որովհետև գիտեմ, որ գալու այդ անմեղ աշկերով ինձ նայի հարցեր տա, ու ես ստիպված եմ լինելու խափեմ։ Չեմ կարանալու ոչ մի բան ասեմ, դրա համար էլ չեմ կարում այդ անտեր դուռը բացեմ։ Ես կյանքումս առաջի անգամ այդ վախ ասվածը զգում եմ։ Հետ դու ինձ լավ ես ճանաչում, գիտես, որ ես ոչ մեկից ու ոչ մի բանից չեմ վախենում։ Բայց հիմա չգիտեմ ինչ անեմ, չգիտեմ ինչ եմ անելու, ոնց եմ ես ամեն ինչի տակից դուրս գալու։ Նորո, դու հիմա պիտի պայքարես, ախպերս։ Եթե հիմա չպայքարես, երբ ես պայքարելու, կամ ում համար, եթե ոչ քրոջդ։ Դու իրան հիմա ամենից շատ ես պետք։ Դու իրան պիտի օգնես, դու պարտավոր ես իր կողքին լինել, որովհետև դու Ալինայից ծնողն ես։ Իսկ ծնողը իր երեխու համար ոչ մի բան չպիտի խնայի։ Նորո։ Էլիս։ Որտեղից ես գալիս։ Ալինան բաներ ուզել խանութ էի գնացել։ Չլացես։ Սոմաս Էլիս։ Էլիս հիմա էլ դու կլինի մի հատ երկուսով սթափվեք ու հասկանաք, որ դուք Ալինային sense կոտրված թուլացած պետք չեք։ Հետո ճիշտ է ասում։ Էլիս մենք պետքա ուժեղ լինենք։ Մենք իրավունք չունենք թուլանալու, լսում ես։ Իրավունք չունենք, Էլիս։ Ջոտս ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Լավ եմ։ Կարևոր բան ունեմ հետդ խոսալու։ Ես արդեն գնում էի։ Նոր բան է եղել։
Ամեն ինչ լավ կլինի Էլիս։ Չմտածես։ Ես ձեր հետ եմ։ Դուք մենակ չեք, ամեն ինչ լավ ալինել, լսում ես ինձ։ Ալինան իմ քուրիկն էլ է։ Ես իր համար ինչ պետք է կանեմ։ Ես գնամ դուրս։ Նորեն կասես, որ սպասում եմ։ Մի գնա։ Ջուդ դու տեսնում ես, որ ես վատ եմ։ Ու չեմ ուզում ցույց տամ, որ ամեն ինչ նորմալ է, որովհետև հիվանդանոց գնալուց առաջ մտքովս ինչ ասես անցել է։ Նոր Մտքովս ինչ ասես անցել է։ Բայց կարևորը այն է, որ իմ մտածածներից ոչ մեկը չեղավ։ Ու այդ մտքերը ինձ այնքան են թուլացրել, որ հիմա չեմ կարողանում ինձ հավաքեմ։ նոր հաստատ ամեն ինչ նորմալ է։ Հա, հաստատ ամեն ինչ նորմալ է, 100%։ Բայց ես հիմա կկարողանայի այստեղ հանգիստ նստեի քո հետ խոսեի։ Ոնց ես պատկերացնում։ Բայց բուժում պետք է։ Ու այդ բուժումը հնարավոր է կարճ չտևի։ Բայց կարևորն է, որ ոչ մի վտանգավոր բան չկա։ Չէ՞։ Չտեսնեմ։ Լսում ես, ջուդ։ Հա, բայց Ես քեզ ասում եմ, որ բուժում պետք է։ Ու ես ամեն ինչը քեզ ասում եմ նրա համար, որ չնվնվես, որ հասկանաս, չբողոքես։ Լավ։ Իմ համար։ նոր հաստատ վատ բան չկա։ Հաստատ։ Դու գիտես չէ, ես քեզ ինչքան շատ եմ սիրում։ Շատ։ Բայց եթե քո այդ վատ բան լիներ, ես կկարանայի այստեղ նստեի կամ ժպտայի։ Ոնց ես պատկերացնում։ Չես գնա, չէ։ Իմ հետ մեր հետ կմնաս, չէ։ Ուր է իր Մագդա։ Ինչ ա եղել։
Այն ինչ ա եղել այսօր անհնար ա ուղղակի բացատրելը։ Այսինքն Նախ սկսենք նրանից, որ պարզվեց Էդոն ու Նորոն ճանաչում են իրար։ հա Հա, մտերիմ ընկերներ են։ բայց ինչ չի ասել։ Ինձ ա ասել։ Բայց այսօր այդ ամենավատ ու ամենազարմանալի բանը չէր։ Պարզվում ա, Հա Մագդա, Պարզվում ա, որ Էլիզն էլ ա ճանաչում Նորոյին։ Ու իրանք իրար հետ մոտ են։ Ու շատ մոտ են։ Այսօր իրար գրկել էին։ Ու Էդոն էլ իրանց կողքը կանգնած էր։ Ինչ ա կատարվում, Արշակ։